Խաղություն սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա ազգ, այսօր արդեն մեկ ամիս լրացավ, ինչ Աստծո ողորմությունով, Աստծո հոգու առաջնորդությունով ես այս յութուբյան կանալում Աստծո խոսք եմ խոսում, Աստծո փառքի համար, թող Տերը փառավորվի։ Լսեք, բայց դրանից առաջ մի 3 տարի Facebook-ով եմ խոսացել, աղոթել Աստծո խոսք, Աստծո փառքի համար, Այսօր մի այսպիսի խոսք է Տիրոջ հոգին առաջնորդում, Թվոց գիրք 12-րդ գլուխ, տեսեք, 6 խոսքից ասում է, հիմա իմ խոսքը լսեցեք, եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Տերս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան, կամ երազով կխոսեմ նրա հետ, բայց այսպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է, նրա հետ բերան եմ խոսում, և հայտնապես եմ խոսում, և ոչ թե առակով, և նա Աստծո կերպարանքը տեսնում է, ինչու չվախեցիք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելուց, փառք ես Տեր, նայեք, կա ժամանակ, որ Աստված խոսում է մեր հետ երազներով, տեսիլքներով, կա ժամանակ, որ խոսում է բերան հայտնապես, հայտնություններով, և ինչպես է հայտնությունները խոսում, բերան, Աստված մեր հետ խոսում է այն հասունություն ունեցող մարդկանց հետ, խոսում է բերան հայտնապես իր խոսքով, իր Աստվածաշնչի, իր խոսքի միջոցով, մարգարեությունները, հայտնությունները խոսում է իր խոսքից, դա է նշանակում բերան, ասում է ոչ թե առակներով, առակները դրանք երազներն են, երազները դրանք առակ են, փակ, ինչպես Հիսուսը առակներով խոսում էր, չէին կարող ժողովուրդը հասկանային, մեկնաբանել է պետք առակները, դու երազները պետք է կարաս մեկնաբանես, ամեն մի երազ չէ, որ տեսար, քո հասկանալով մեկնաբանեցիր, ոչ, իսկ տեսիլքները նույնպես հասուն մարդն է տենում, և տեսիլքները կարիք չկա մեկնաբանելու, տեսիլքը դու ինչպես տեսար այդ ֆիլմը, այդպես կատարվում է իրականում, տեսիլքը կարաս քնած ժամանակ տեսնես, արթուն ժամանակ տեսնես, բայց երազը քնելու ժամանակ, բայց երազը մարդիկ մանկությունից են տեսնում, ես ամբողջ կյանքս միշտ երազը տեսել եմ և իրականում տեսած ես երազը կատարվերա տարիներ հետո կամ մյուս օրը, հիմա ես տեսնում եմ տեսիլքը, հաջորդ օրը